Մարտի 31-ին Սահմանադրական դատարան անցավ խորհրդակցական սենյակ քննելու կուտակային կենսաթոշակային օրենքի սահմանադրականության հարցը։ Մինչ խորհրդակցական սենյակ անցնելը Սահմանադրական դատարանը հարցեր ուղղեց պատասխանող կողմը ներկայացնող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն Արտեմ Ասատրյանին հարցրեց. Իրավունք ունի քաղաքացին հրաժարվել կենսաթոշակ ստանալուց։ Եթե իրավունքի կարամ եւ չստանա, բայց դու ինձ ասում ես, ախպեր, դու հələ 40 տարի մուծի, հետո արի 40 տարուց հետո ասա հրաժարվում եմ։ Թոխյանը նաև կառավարությանն առաջարկեց փոխել կենսաթոշակային կուտակային համակարգի տրամաբանությունը, իջեցնել գանձվող տոկոսադրույքները կամ օրենքը հետաձգել 2-3 տարով։ Արդեն ուշացել ենք որոշակիորեն։ Եվ եւս ինչ որ ժամանակահատված հետաձգել, դա շատ ավելի ծանր երևույթների ու իրավիճակի կբերի։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորության պատուհան, որը պիտի օգտագործենք իրականացնելով այս լրջագույն բարեփոխումները։ Ինչի՞ եք ամբողջ այդ 40 տարվա մարդու վրա դնում պարտադիրը։ Վերջի կյանքի իրավորք ուզ պիտի գնա թոշակի, վերջի 10-15 դրեք պարտադիրը։ Ես մոդելներ եմ առաջարկում, որոնք ինձնից լավ երևի դուք կարող եք այլ երկրներում։ Այս հարցերում կա արդյոք, ինչ ասեմ, քայլեր, ցանկություն։ Ուրեմն մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս եւ դա փաստաթղթեր են կարող ենք նաեւ ներկայացնել լրացիչ, որ առնվազն 20-25 տարի պիտի կատարվի վճարումներ եւ եկամտի 10%-ի չափով։ Եթե մենք դա չենք ապահովում, ավելի լավ է այդ բարեփոխումները չիրականացնենք, որովհետեւ կունենանք այն վիճակը, որ ենթադրենք տրամադրվող կենսաթոշակի իր գործառույթը չի կատարի եւ միշտ կարելի է քննադատել այդ համակարգը, որ դա ուղղակի կենսաթոշակային համակարգ չի, ապահով մեր շատ ցածր փոխհատման գործակից իր ֆունկցիան չի կատարում։ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգը, համաձայն որի 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձի 5, իսկ 500,000 եւ ավել աշխատավարձի դեպքում 10% պետք է վճարի մասնավորին սեփական բարեկեցիկ ծերություն ապահովելու համար։ Օրենսդրական այս փոփոխությունն առաջացրեց հանրային ընդվզում, ինչի հետևանքով խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունները դիմեցին Սահմանադրական դատարան, միջնորդելով քննել օրենքի սահմանադրականության հարցը։ Արփի Մաղսուդյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։